Բարի օր գյուղասերներ ջան, արդեն մարտի 20-ն է եւ ես որոշեցի արդեն ինկուբատորս գործի դնել, քանի որ նախորդ տարի նույն օրերին արդեն ես դրել էի ինկուբատոր, ելի որոշել եմ այս կանաչ ձվերից գնել, նորից փորձելու համար, քանի որ նախորդ անգամ թխսի տակ դնելուց հետո դուրս եկավ ու բոլորը կարծես թե աքլորներ են եւ ես ուզում եմ այս տարի անպայման այս գունավոր ձվերից ունենամ։ Եվ մի փոքր փորձ եմ այս անգամ կատարելու, ձվերը ոչ թե նախորդ տարվա նման մի անգամից եմ դնելու, այլ դնելու եմ մի քանի օր, արդեն 4 օր դրել եմ, սա 5-րդ օրվա ձվերն են եւ ինկուբատորը ամբողջությամբ արդեն կարծես թե լցվել է։ Մի անկյունում սագի ձվեր եմ դրել, այս տարի այսպիսի փորձ եմ անում, փորձում եմ մի քանի օր ձվեր դնել, այսինքն ձվերը լինելու են մի քանի օր իրար հետևից դրած, քանի որ ջերմաստիճանն ու խոնավությունը տարբեր են լինում տարբեր օրերի հետ կապված, դրա համար մի փոքր ես կասկածում եմ, որ արդյունք կունենամ, բայց սա էլ փորձ է, որով փորձում եմ ձեզ ցույց տալ, թե ինչ կլինի, եթե ձվերը միանգամից չդնենք, այլ մի քանի օր իրար հետևից դնենք, քանի որ իմ հավերը այդքան շատ ձու չեն ածում, դրա համար օր-օրի ածած ձվերը այսպես դնում եմ եւ ստացել եմ այսպիսի տեսք։ Այս տարի որոշեցի, որ ձեռքով պետքա շրջեմ, քանի որ երբ ռեշոտկան դնում է ավտոմատ պտտելու համար, ապա ձվերի տեղը շատ քիչ է լինում եւ բացի դրանից սագի ձվերը չեն տեղավորվում հավի ռեշոտկայի մեջ, այսպես առանց ռեշոտկայի մոտ 86 ձու եմ արդեն դրել, բացի սագի ձվերը, իսկ ռեշոտկայում ընդամենը 63 հավի ձու կտեղավորեր։ Տեսնենք արդյունքը անպայման ցույց եմ տալու օրերով, թե ինչ եղավ, դուրս եկան թե չէ։ Եթե ձեզ հետաքրքիր է արդյունքը ինչ կլինի այս էքսպերիմենտի, ապա հենց հիմա կարող եք հավանել տեսանյութը, որևէ մեկնաբանություն գրել, օրինակ գրել, թե 86 ձվից քանի ճուտ դուրս կգա եւ շարունակել դիտել տեսանյութը։ Այստեղ ես դասավորել եմ ձվերը, որոնք ես հանել եմ ինկուբատորից, սա 7-րդ օրն է, այսինքն մի շաբաթ հետո, ես սա 15-րդ օրն է։ Առաջին այս շարքում ես հերթականությամբ դասավորել եմ այն ձվերը, որոնք տարբեր օրերի եմ դրել։ Սա առաջին օրվա դրված ձվերից է, 4 հատը առանց սաղմի, ընդ որում 2-ը առած ձվերից է։ Երկրորդ օրվա դրած ձվերն են, երրորդ, 4-ից մի հատ եւ 5-րդ օրնա էլի մի հատ։ Իսկ այս երկրորդ շարքում դասավորել եմ այն ձվերը, որոնք ես հանել եմ արդեն 15-րդ օրը, այստեղ արդեն սաղմը սատկած է ինչ-ինչ պատճառներով։ Էլի առաջին օր, երկրորդ օրը չկա, երրորդ օրը 2 ձու, 4-րդ եւ 5-րդ օր։ Իսկ մնացած ընթացքի մասին արդեն ցույց կտամ, թե ինչ եղավ։ Ժողովուրդ ջան, արդեն առաջին օրվա դրված ձվերի համար 21-րդ օրն է լրանում այսօր ու արդեն ունենք արդյունք։ Տեսնում եք եւ կոկոթած ձվեր կան եւ արդեն դուրս եկած 2, 4, 6, 7 հատ արդեն դուրս է եկել, այս կճիպները արդեն կարող ենք հանել, որովհետեւ սա կարող է խանգարի մնացած ճտերին դուրս գալ եւ ունենք նաեւ մեծ քանակությամբ ծկոթած ձվեր, մի փոքր ես արյուն եմ տեսնում ծկոթած ձվերի վրա, սա այդքան էլ լավ չի եւ ունենք նոր ծկոթած ձվեր, ահա տեսնում եք, իսկ մնացածը ժողովուրդ ջան, ես մի քանի օր հետո եմ դրել, այստեղ համարակալված է, սրա արդյունքից էլ կհասկանանք ինչ եղավ, որովհետեւ երբեք այսպես չեմ փորձել, որ ձվերը միաժամանակ չդնեմ, ինչը իհարկե ճիշտ չի, բայց քանի որ իմ հոտ ձվերը ուշ էր հավաքում, ես 5 օրվա մեջ այդպես դրեցի, նաև փորձի համար, ձեզ ցույց տալու համար։ Տեսնում եք արդեն ծկոթած ձվերը ոնց են տարբերում, մնացած ձվերից էլ հույս ունեմ այս
ինկուբատորը բացել փակելուց չեն սառի ու չեն վնասվի։ Այ մտահոգությունը դրանում է, որովհետև սրանք մի 2-3 օր հետո են դուրս գալու, օրինակ սա 3 օր հետո է դուրս գալու, սա 4 օր հետո, այսինքն 4 օր տարբերություն։ Եվ ունենք այսպիսի արդեն առույգ ջտեր։ Ընթացքը էլի ձեզ ցույց կտամ։ Երբ սկսում է արդեն ճտահանությունը 19 օրից սկսած, 19-րդ օրից սկսած խոնավությունը այնպես ենք անում, որպեսզի ինքը հասնի մինչև 80, իմ դեպքում 78%, ինչը էլի վատ չի։ Խոնավությունը ոնց ենք ավելացնում, ջուր ենք լցնում մեջը եւ այս անցքերը, երբ արդեն տեսնում եք խոնավություն չի կարգավորում, կարող ենք փակել։ Ջերմաստիճանն էլ իջեցնում ենք մինչև 37.4 կամ 37.3, որպեսզի ձվերը շատ չչորանան ու ճտերը կարողանան դուրս գալ։ Օջան անցել արդեն մի քանի ժամ եւ ես մոտ ճտահանությունը շարունակվում է, այլ տեսնում ենք ահագին ջուր կա արդեն դուրս եկած ու նաեւ ծկթածներն են շատ։ Այս կճեպները արագ հանում ենք, որպեսզի մնացած ձվերը չսառեն ու արագ նայում ենք, տեսնենք էլ քանի հատ կա ծկթած։ Այսա նոր ծկթածը։ Սրանք դեռ ծկրթածներն են, այլ մենք տեսնենք ջուտը ողջ է, այդպես թողնում ենք։ Այս սրանից բան չկա, հիմա անջատելուց հետո լույսով կնայեմ։ Եվ ահագին կա ծկրթածը, բոլորը չէ որ դուրս են եկել, ինչ ճտերը սրանք են, թողնում ենք մի փոքր էլ չորանան ու հանենք արդեն ինկուբատորից։ Այս մեկն էլ նոր է ծկրթել, ժողովուրդ ջան։ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 հատ էլ, 10 հատ էլ դեռ ծկրթած կա։ Այս մեկը թող մնա չորանա նոր։ Ստեղ հին ինկուբատորը, որը չեմ օգտագործում որպես ինկուբատոր, որոշեցի վերածել բրուդերի եւ այստեղ ճտերը պահել մի քանի օր։ Ու այստեղ կտորով ծածկել եմ, հիմա արագ լցնենք, որպեսզի չմրսեն։
ջերմակարգավորիչով ինքը ինկուբատոր է, ուղղակի շատ հին է, ինքը լավ բրուդեր կլինի ճտերի համար, մինչև իրենք մի փոքր ոտքի կկանգնեն, նոր կտեղափոխենք արդեն ուրիշ տեղ։ Երևս երկու սև ճուտ կա, մնացածը կարմիր ու սպիտակ։ Մի քիչ էլ կեր կլցնեմ հիմա ու կփակենք, որպեսզի տաք լինի։ Արդեն կարող ենք կցահարել, նաև ջուր պետք է դնենք, որպեսզի չծարավեն, տեսեք ոնց են հավաքվել լույսի տակ։ Մեկ էլ չենք մոռանում ջերմաստիճանը կարգավորենք, այստեղ նոր ծնված ճտերին համար պետք է 33-34 աստիճան։ Սկզբիորը աստիճանաբար նոր կիջեցնենք։ Վերջ։ Հիմա արդեն կտաքանա, իրանք աշխուժ արդեն կսկսեն ուտելը։ Ժողովուրդ ջան, արդեն 22 հատ տեղափոխել եմ բրուդերի մեջ, 6 հատն էլ ինկուբատորի մեջ են դեռ նոր դուրս եկած, մի 7 հատ էլ ծկլթած կա։ Սա առաջին օրվա դրած ձվերից է, երրորդ օրվա ձվերի մոտ դեռ նորություն չկա ու չգիտեմ էլ ճտեր դուրս կգան թե չէ, բայց առաջին օրվա դրած ձվերից արդեն այս արդյունքն ունենք ու ուզում եմ ցույց տալ, թե ոնց են քնել։ Տեսեք, բոլորը պարկած, որը սովածանում վերակենում ուտում է ու ջրի աման եմ դրել, այդ տեսնում եք դեղին ափս է, ինչի հենց դեղին, ժողովուրդ ջան, որովհետև դեղին իրանց նորածին ճտերի մոտ ձգում է իրանց ու իրանք փորձում են կցահարել ու ջուր են խմում, այդպես իրանք սովորում են խմել, քանի որ իրանց մոտ չկա թուղթ, որը կսովորեցնի իրանց։ Բալի ժողովուրդ ջան, արդեն 1 օր անցել, ինչ սկսել է ճտահանությունը ինկուբատորի մեջ և տեսնենք առաջին օրվա ձվերից, որոնք դուրս եկան ու որոնք մնացին։ Ահա տեսնում եք ժողովուրդ ջան, արդեն ահագին դուրս են եկել, սրանք էլ հավաքենք ու տանենք բրուդերի մեջ։ Վերջին ձվերը ավելի շատ սև ճտեր են, տեսեք։ Սևերը շատ են այս վերջին ձվերում։ Սրանք իմ սև հավի ճտերն են։ Սրան նայ գլուխը մտցրել է անի մեջ, սա նոր է դուրս եկել, սրան կարելի է թողել չորանա։ Դեռ պորտը չի չորացել, էլի։ Սա էլ վերցնենք, ես մեկը կանաչ ձվերից մեկը կարծես թե ջուտը թարս է, ես գիշերը փորձեցի մի փոքր իրան օգնել, բայց արյուն է գալիս, վստահ չեմ, որ կապրի, ինքը տեսեք, որ ասում ենք սուր բուծայրով ձվերը մի դրեք, այս դրա համար ենք ասում, ես դրել եմ ու արդյունքը։ Կճետերն էլ հանենք։ Այստեղ կանաչ ձվերից մեկը հավանաբար ջուտը ներսում սատկած է, սա արդեն երկրորդ օրվա ձվերից են ծկոթել, երկրորդ օրվա ձվերից, հայ տեսնում եք, նույնիսկ արդեն երրորդ օրվա ձվերից ծկոթած կա, չգիտեմ սա շատ տաքացնելու արդյունքն է թե չէ, գեր տաքացման, բայց արդեն այսպիսի պատկեր ունենք, նաև առաջին օրվա ձվերից երկու հատ ունենք, որ դեռ դուրս չեն եկել և ևս
մեկ հատ, որ հավանաբար լրված է, չէ, երկու հատ այս սրա հետ։ Սրանք հավանաբար արդեն ճուտը ներսում սատկել է։ Իսկ երկրորդ օրվա ձվերից դեռ մի հատ է, որ ծկոթել է, չէ, սա մի հատ էլ կա։ Երկուս, չգիտեմ ինչ կլինի, բայց ամենայն դեպս առաջին օրվա արդյունքից դժգոհ չեմ, բացի այս սա, որ այս ճուտը թաս է, բայց ինքը դեռ ողջ է, չգիտեմ ինչ կլինի, թե փրկվի, թե չէ։ Ես քանը, սրանք էլ տեղափոխենք բրուդերի մեջ, չմրսեն։ Ասում են արդեն։ Սրանք արդեն ակտիվացել են, տեսեք ոնց են ակտիվացել, մեկ օրվա տարբերությամբ։ Երևի հասորեն սխալ էի հաշվել, այստեղ 22 հատ առաջին օրը դուրս եկած, առաջին օրվա ձվերից։ Սրանք էլ մեկ, երկուս, երեք, չորս, 5, 6, 7, 8, 9, 10 ճուտել ավելացրինք 22-ին, 32 ճուտ կա։ Իրանք արդեն սովորել են խմելը, արդեն լավ կերել են, 2-3 անգամ արդեն կեր եմ ավելացրել, բայց կերել են, տեսեք, այ որ կափարիչը բացեցի, սրտես տեսեք ոնց են իրար գլխի հավաքվել։ Հիմա արագ կերը տալիս ենք ու փակում ենք, որպեսզի իրանք այստեղ ուտեն, ակտիվանան, մեծանան։ Սրանք նորեկներն են, դեռ ջրին սովոր չեն։ Սովոր են, բայց արդեն տեսեք, բերել ենք, չենք բերել, սկսեցին կծհարել, հələ նայեք, նոր բերած ճուտը։ Ոնց ստատուս էր ասում, ճուտը ձվում է ձեն հանում, այսինքն ակտիվ ճուտերը արդեն երևում են։ Ինչև է, կերը լցնենք, փակենք, սպասենք մնացածին։ Տեսնենք ինչպես կընթանա մեր էքսպերիմենտը տարբեր օրերին ինկուբատորում ձվեր տնելու։ Այս մեկը մի քիչ կերը լցի գլխին։ Պրսեցին փակենք։ Ժողովուրդ ջան, հիմա այս ձվի հետ կապված ուզում եմ մի բան ցույց տամ։ Տեսնում եք, ճուտը ինքը թարս է պտտվել է հակառակ ու այսպես մնացել է։ Ու երբ ես արդեն ինքը ներսից չի ծակել, երբ ես ծակեցի, նկատեցի, որ դեռևս իր պորտը ձևավորված չի, փակված չի, այ պորտը երևում էր հենց այս մասից։ Ու դա ինձ օգնեց հասկանալ, որ ժամանակը չի իրան բացելու, բայց արդեն երբ նկատել եմ, որ արդեն պորտը ամբողջությամբ ձևավորվել ու փակել է, ես աստիճանաբար այս վերևի հատվածից բացում եմ, քանի որ ճուտը ինքը արդեն ջանքեր է գործադրում դուրս գալու համար, տեսեք, այսպես կամած բացում եմ, ինքը նույնիսկ սպիտակուցը ամբողջությամբ չէր, այստեղ էլ նկատում ենք չի օգտագործել և թեթևակի այսպես բացում եմ, հասկանալու համար կարող ենք փրկել թե չէ, ինքը ակտիվ է երևում, քանի որ ոտքով անընդհատ փորձում է սեղմի, որ դուրս գա։ Եթե ես ժամանակին չբացեի, ինքը չէր կարող, որովհետև գլխի մասը լրիվ հակառակ ուղղությամբ է և կճեպնել ձվի հաստատ։ Այս խնդրից խուսափելու համար կարելի էր այս ձուն չդնել, բայց քանի որ ինքը կանաչ ձու էր, ես ափսոսացի ու դրեցի ու հիմա սենց խնդիր առաջացավ։ Հիմա փորձել ենք հասկանանք, կարող ենք իրան փրկել թե չէ։ Պորտի մասին նայում ենք, պորտը
համարյա թե փակա, դրա համար փորձում ենք իրան մի փոքր օգնել։ Հենց աստիճանաբար բացում ենք։ Տեսեք, լրիվ հակառակն է։ Դրա համար ոչ թխսի տակ կարելի է այսպիսի ձու տրած, ամբողջությամբ տեսեք ամենահարմար ձվերը այս է, այսպիսի ձվերն է, իսկ այսպես կլոր ձվերը խորհուրդ եմ տալիս ընդհանրապես չդնել։ Հենց բացելուց նկատում եք արդեն շատ արյուն գալիս, չենք բացում, բացելը չենք շարունակում, ուղղակի այսպես թողում ենք, բայց քանի որ ես բացում եմ, այդքան արյունը շատ չի, պետքա ճտին փրկենք, քանի որ ինքը կարող է ներսում խեղդվի։ Երիքա ինձ թվում է, մի թեթևակել այսպես բացում ենք, հեսա վստահ եմ կգրեն, որ չի կարելի իրան օգնել, պետք է ինքը ինքնուրույն դուրս գա, բայց այս դեպքում ժողովուրդ ջան մնացած պարագաներում համամիտ եմ, բայց այս դեպքում չէ։ Փառը թեթևակի հետ եմ քաշում, քանի որ վստահ եմ, երբ դնեմ նորից ինկուբատորի մեջ, այս փառը ջերմության տակ չորանալու է ու կպնի ճտի մեջքին։ Ուսանք կապրի այս ճուտը, ինքը ակտիվ է, մի տեսակ վստահ եմ, որ ապրելու է։ Տեսեք, արդեն այս մասով կպել է։ Այսինքն թեթևակի հետ եմ քաշում, արդեն սրա մոտ 22-րդ օրն է ու բնականաբար նույնիսկ դուրս գալու ժամկետից մի օր անցել։ Հենց ամբողջությամբ կողերը բացում եմ, որպեսզի իր մեջքին չկպչի։ Թեթևակի այսպես սխմելու եմ, որպեսզի գլուխը դուրս գա։ Տեսեք ինքը ոնց է պայքարում դուրս գալու համար։ Այս վիճակում դնում եմ ինկուբատորի մեջ, թողնում ենք ինքը ինքնուրույն արդեն դուրս գա։ Ժողովուրդ ջան, այստեղ առաջին օրվա ձվերից, դրած ձվերից մնացել է սա, որը հավանաբար արդեն իմաստ չունի պահելը ու այս կանաչ ձվերից մի հատ, ընդամենը 2 ձու է մնացել առաջին օրվա ձվերից, որոնք արդեն սաղմներսում սատկած են։ Սրանք էլ երկրորդ օրվա ձվերից են, արդեն աստիճանաբար դուրս են գալիս, ծկլթում են դեռ, սրանք երևի արդեն վաղը դուրս կգան։ Այս կճեպները մեզ պետք չեն, արդեն կարող ենք հանել ու նայել մնացածին, տեսնել մնացածի մոտ ինչ կա։ Կարծես թե դեռ ոչինչ չկա, մնում է սպասել։ Այ մի հատ ծկլթած էլ կա երկրորդ օրվա ձվերից։ Տեսնում ենք, երկրորդը նույնիսկ։ Տեսնում ենք աստիճանաբար արդեն երկրորդ օրվա ձվերն էլ ծկլթում են։ Այ այս մեկն էլ տեսնում եք։ Դրանք կարող ենք մի կողմ քաշել, սպասել արդեն երրորդ օրվա ձվերին։ Դրանք 4-րդ օրվա ձուն է, 5-րդ օրվա ձուն, 5-րդ, երրորդից էլ արդեն կարող են։ Երրորդ օրվա ձվեր են սրանք, 4-րդ, սրանք արդեն մի փոքր ուշ են դուրս գալու։ Երրորդ օրն է, ինչ
մեր մի քանի օրվա տված ծրերը ճտահանում են ու ունենք նորից դուրս եկած ճտեր։ Ուզում եմ ցույց տամ երեկվա հանած ճուտը, որը արդեն ակտիվացել է, վազվզում է, բայց ձվի կճեպը դեռ կպած է իր վրա։ Դա պետք է զգուշությամբ կտրենք, հանենք ու իրան տեղափոխենք արդեն բրուդեր։ Տեսեք ինչ ակտիվ է։ Մի փոքր ինքը լղոզված է սպիտակուցի մեջ ու փետուրները կպած է իրար, բայց ակտիվ ճուտ է։ Տեսեք։ Իսկ այս մեկի նայեք, հələ տեսեք ինչ սիրուն է գժվելու։ Կճեպները հանենք, մի հատ ստուգենք ուրիշ ծկթած ճուտ կա թե չէ։ Նոր արդեն այս ճտերին տեղափոխենք ներքև։ Այս մեկը երեկվա ծկթածներից է։ Այս է երրորդ օրվա ձու արդեն ծկթած, ելի պետք է այսպես մի թեթև անցք բացենք, որպեսզի ճուտը կարողանա շնչել ու թողնենք ինկուբատորի մեջ։ Ավել բան պետք չկպնել։ Եկել սա մի ձեռքով հիմա մի քիչ անհարմար է, բայց ես դա արդեն տեսախցիկ անջատելուց հետո կանեմ։ Ես էլ է, տեսեք որտեղից է ծկոթել մեջտեղից։ 3, 4 ավելի ճիշտ 4 հատ էստեղ 4-րդ օրվա ձվերից դեռ ձայն չկա 5 երևի այսքանն են 7 հատ այս պահին արդեն ծկոթած կա։ Տեսեք, մի թեթև պորտը կպած է, քաշել պոկելով չի կարելի առանձնացնել, քանի որ կարող է պորտը դուրս գա քաշելուց։ Ու սա այս կանաչ ձունը մի փոքր ճուտ է, բայց դե վերջ հիմա կարող ենք արդեն տեղափոխել իրան։ Տեղափոխում ենք մնացած ճտերի հետ, կարծես թե արդեն ստեղ մի փոքր նեղված կա, որովհետև արդեն 40 ավել ճուտ են այստեղ, այս փոքր տեղը։ Այսօր առավոտ 8 հատ տեղափոխեցինք բրուդերի մեջ, կեսօրին ևս մի հատ տեղափոխել էի և այսօրվա վերջին երրորդ 3 ճտերն եմ տեղափոխում։ Այսօր ընդհանուր 12 հատ տեղափոխեցինք։ Մնացածն արդեն ակտիվ, այսպես վազվզում են։ Այս մեկը նոր բերած ճտերն է, տեսեք ոնց է տարբերվում։ Իսկ առավոտվա այս ճուտը, որը այսպես հետաքրքիր տեսք ունի, արդեն ակտիվ վազվզում է, տեսեք։ Ինքը հավանաբար
իմ սև հավի և սպիտակ աքլորի խառնուրդն է։ Ու սպասենք վաղվա արդյունքի։ Իսկ ինձ հետ այս պահին նաև հյուրեր ունեք ու տեսեք ինչ մտադրությամբ է եկել։ Չի կարելի ուտելու չի կարելի ուտել։ Եկել է համտեսի ճտերին, այս խելառը։ Չես ուտի, չէ՞։ Չես ուտի, ուղղակի ծանոթանում ես դու։ Դե արի։ Չի կարելի։ Այ հիմա սագը գլուխդ կուտի քո։ Որ հարցակվես չես կարա դեմն առնես, գիտես։ Գիտես չէ։ Քեզ գցեմ սագի դեմը։ 5-րդ օրն է արդեն ինկուբացիայի և տեսնենք ինչ եղավ մնացած ձվերի հետ։ Այստեղ տեսնում եք արդեն 4 հատ դուրս է եկել։ 5-րորդը դուրս գալու վրա է, մի քիչ իրան կարելի է օգնել, որովհետև ինքը 2-րդ օրվա ձու է։ Արդեն 4-րդ օրվա ձվերն են դուրս գալիս, բայց ինքը դեռ դուրս չի եկել։ Այսինքն նշանակում է, որ իրան օգնություն է պետք։ Այս մեկը կթողեմ կչորանա, այս 3-ը արդեն կիչացնեմ մնացած ճտերի մոտ։ Եվս 4-ը։ Ժողովուրդ ջան, ինկուբացիան ավարտվեց ընդհանուր և ուզում եմ ձեզ արդյունքները ներկայացնել։ Ուրեմն դրել էի 86 ձու, որից 10-ը չսահմանավորված էր, մոտ 11.5%-ը։ Դա կախված է աքլորներից, թեև իմ հավերի 25 հավի հետ կար 6 աքլոր, բայց դա այսպիսի արդյունք ունեցանք, փաստորեն շատ աքլորներն էլ արդեն իրար խանգարում են։ Եվ 15-րդ օրը ես նաև հանեցի եվս 7-ը, որը սաղմը ներսում սատկած էր, դա կարա լինի ջերմաստիճանի տատանումներից, քանի որ ես ձեռքով էի պտտում, բացում էի ինկուբատորը և ձեռքով պտտում էի։ Դա կարա հենց դա պատճառը լինի, քանի որ առաջին 7 օրերը չի կարելի ինկուբատորը բացել, բայց ես բացում պտտում էի։ Եվս 3-ը չեն կարողացել դուրս գալ ձվերից, դա կարա լինի կճեպի հաստ լինելու կամ փառի հաստ լինելու պատճառով, քանի որ այդ դեպքում ճտերը չեն կարողանում դուրս գալ, մենք էլ չենք կողմնորոշում, երբ իրեն օգնենք և այդպես ճտերը խեղդվում են ներսում։ Ընդհանուր ունենք 66 ջուտ, այ վերջին դուրս եկածները այստեղ եմ դրել, 66 ջուտ, մոտ 77%-ը, վատ արդյունք չի ինձ թվում է 77%-ը, որովհետև ինկուբատորը այդքան էլ լավ ինկուբատոր չի, նեսուշկա տիպի ինկուբատորն է, որը շատ լավ կարգավորիչ չունի այդպես, բայց արդյունքից ես դժգոհ չեմ։ Այստեղ նաև մի հատ սագի ջուտ եմ բերել, քանի որ իմ սագը թուխսը արդեն սկսել է ճտահանելը և որպեսզի գիշերը չտրորի, ու կարևորը ճտերը շատ առողջ են, չկա մեջները այսպես կուչեկած, հիվանդ, ծուռ ոտքերով, բոլորը առողջ, առույգ ճտեր են։ Մնում է նորմալ կերակրենք ու այսպես նորմալ պահենք իրենց մեծացնենք։
Այսքանը ժողովուրդ ջան, լավ եղեք, մինչ նոր հանդիպում։